Երբևէ մտածել եք, իսկ ինչպես ենք մենք իրականում չափում մի ամբողջ ազգի հաջողությունը։ Սովորաբար առաջին բանը, որ գալիս է մտքին, տնտեսական աճն է, չէ՞։ Բայց ինչ եթե ես ասեմ, որ այդ մոտեցումը ոչ թե պարզապես հնացել է, այլ հիմնովին սխալ է։ Այսօր խոսելու ենք մի նորարար գաղափարի, օրբիթիր մոդելի մասին, որը կարող է ամբողջությամբ շրջել մեր պատկերացումները ազգային զարգացման մասին։ Տեսեք, մեր սովորական պատկերացումը առաջընթացի մասին սա է. մի ուղիղ անվերջ գիծ դեպի վեր։ Գլխավոր նպատակն էլ ՀՆԱ-ի աճը։ Բայց օրբիթոր մոդելը մի շատ հետաքրքիր հարց է տալիս. իսկ ինչ, եթե զարգացումը ընդհանրապես մրցավազք չէ, այլ ավելի շուտ հավասարակշռության որոնում։ Փորձեք պատկերացնել սա. երկիրը ոչ թե վազում է մի ուղիղ գծով, այլ թռիչք է անում մի կայուն ուղեծրից մյուսը։ Սա արդեն բոլորովին այլ մտածողություն է, համաձայն չեք։ Հենց այս հարցն է, որ ընկած է այս ամբողջ մոդելի հիմքում։ Այն կասկածի տակ է դնում այն միտքը, թե միայն փողն է կարևոր։ Լավ, բա ինչ կասենք մեր հասարակության, մեր անվտանգության կամ մշակույթի մասին։ Միթե դրանք պակաս կարևոր են մեր ընդհանուր բարեկեցության համար։ Իսկ այս ամբողջ տեսությունը հատկապես կարևոր է դառնում, երբ նայում ենք Հայաստանի օրինակին։ Երկիրը կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք պարզ ցույց են տալիս, զարգացման հին գծային մոդելներն այլևս չեն աշխատում։ Եկեք միասին հասկանանք, թե ինչու։ Գիտեք, կա մի տերմին ուղուց կախվածություն։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք, որ երկրի անցյալի որոշումները մի խորը ակոս են փորել, ու հիմա ինչքան շատ ես այդ ակոսով շարժվում, այնքան ավելի է դժվարանում դրանից դուրս գալը։ Հենց այդ ակոսն է, որ սահմանափակում է ապագայի հնարավորությունները ու կարող է երկրին պահել լճացման մեջ։ Դու ուղղակի թակարդի մեջ ես։ Դե հենց այսպիսի իրավիճակներից ելք գտնելու համար էլ ստեղծվել է օրբիտիր մոդելը։ Այն ոչ թե ուղղակի մեկ այլ տեսություն է, այլ նոր քարտեզ, որը նախատեսված է օգնելու երկրներին գտնել ճանապարհը զարգացման փակուղիներից դուրս։ Լավ, իսկ ո՞րն է օրբիտիրի ամենահիմնական տարբերությունը։ Այն երկրին նայում է ոչ թե որպես ինչ-որ տնտեսական մեքենայի, այլ որպես բարդ կենդանի օրգանիզմի։ Ու որպեսի հասկանա այդ օրգանիզմի ընդհանուր վիճակը, այն վերլուծում է 7 փոխկապակցված ոլորտ։ Իսկ որոնք են դրանք։ Եվ ահա այդ 7 հենասյուները, տեսեք, սրանք են տնտեսական, սոցիալական, ինստիտուցիոնալ, անվտանգային, տեխնոլոգիական, բնապահպանական ու մշակութային։ Օրբիտիրի հիմնական գաղափարը հետևյալն է. դու չես կարող ունենալ, ասենք, հզոր տնտեսություն առանց կայուն ինստիտուտների, կամ չես կարող զարգացնել տեխնոլոգիաներ, եթե սոցիալական ոլորտը թույլ է։ Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ փոխկապակցված է։ Հենց սա էլ մոդելի ողջ գեղեցկությունն է, ի տարբերություն հին մոտեցումների, որտեղ ամեն ոլորտ կարծես առանձին լիներ, օրբիթիրը դրանք դիտարկում է որպես մեկ ամբողջություն, մի անիվ։ Ու շատ պարզ է, եթե այս անիվի մի ճաղը թույլ է, ամբողջ համակարգն է դառնում անկայուն։ Հաջողությունը, փաստորեն ոչ թե արագությունն է, այլ հենց հավասարակշռությունը։ Լավ, այսքանը հասկանալի է, բայց ինչպես է այս ամբողջ տեսությունը վերածվում կոնկրետ թվերի ու գործնական վերլուծության։ Եկեք միասին նայենք, թե ինչպես է աշխատում այս մոդելի շարժիչը։ Այս գործընթացն է, որ տեսությունը վերածում է իրական գործիքի։ Ամեն ինչ սկսվում է հսկայական քանակի տվյալների հավաքագրումից։ Իրոք հսկայական։ Հետո արդեն գործի են անցնում բարդ վիճակագրական մեթոդներ, նույնիսկ արհեստական բանականություն։ Սրանք ոչ միայն գնահատում են ամեն ոլորտ առանձին, այլ ինչն ամենակարևորն է, հասկանում են, թե ինչպես են դրանք իրար վրա ազդում։ Ու վերջում ստացվում է մի շատ հստակ ախտորոշում ու կոնկրետ գործողությունների պլան։ Իդեպ պետք չէ անհանգստանալ այսպիսի բարդ անվանումներից, ինչպիսին է SAPE-ը, որպեսզի պարզ լինի, սա նման է բժշկական ախտորոշման գործիքի։ Այն շատ ճշգրիտ ցույց է տալիս, թե համակարգի որ մասն է ուժեղ եւ որ մասն է թույլ։ Ու սա թույլ է տալիս շատ կոնկրետ, շատ ճշգրիտ կենտրոնանալ հենց խնդիրների վրա։ Դե ինչ, հասանք ամենահետաքրքիր մասին։ Ինչ ախտորոշում է տվել օրբիթիր մոդելը Հայաստանին։ Եկեք տեսնենք, թե ինչ պատմություն են մեզ պատմում թվերը։ Այս ամբողջ բարդ վերլուծությունը պատկերացնում եք ի վերջո հանգում է մեկ թվի։ Եվ ահա այն, Հայաստանի օրբիտալ ինդեքսը 0.544։ 0.544։ Դե առաջին հայացքից սա ուղղակի թիվ է, չէ՞։ Բայց իրականում այս թվի հետևում մի ամբողջ պատմություն կա։ Երկրի ներկա վիճակի ու զարգացման ուղեցրում նրա դիրքի մասին։ Եվ այս ցուցանիշը Հայաստանին դնում է այսպես կոչված B ուղեծրի վրա։ Ինչ է դա նշանակում։ Սա անցումային շատ անկայուն գոտի է։
Երկիրը կարելի է ասել գտնվում է սուրի վրա։ Մի կողմից այն ունի պոտենցիալ թռիչք կատարելու դեպի ավելի բարձր կայուն ուղեծիր, բայց մյուս կողմից նույնքան մեծ է ռիսկը իջնելու ավելի ցածր, ավելի քաոսային վիճակի։ Իսկ ինչու է այդ վիճակն անկայուն։ Ահա խնդրեմ, պատճառը հենց ձեր աչքի առաջ է։ Տեսնում եք այս անհավասարակշռությունը։ Մի կողմից տեխնոլոգիական ոլորտը 0.59 ցուցանիշով կարծես լոկոմոտիվ լինի, որը առաջ է քաշում երկիրը։ Բայց մյուս կողմից անվտանգության ոլորտը ընդամենը 0.45, ոնց որ մի ծանր խարիսք լինի, որը թույլ չի տալիս առաջ գնալ։ Պարզ է, չէ, որ անհնար է կայուն ապագա կառուցել ու ասենք ներդրումներ բերել, երբ համակարգի ամենակարևոր հիմքերից մեկն այդքան խոցելի է։ Հենց այս անհամաչափությունն է, որ թույլ չի տալիս երկրին որակական թռիչք կատարել։ Լավ, ախտորոշումը շատ կարևոր է, բայց դրանից ավելի կարևոր է բուժումը։ Օրբիթիրի լավն այն է, որ այն ոչ միայն ցույց է տալիս խնդիրը, այլև առաջարկում է կոնկրետ ճանապարհ դեպի ավելի լավ ու կայուն ապագա։ Այսպիսով հասնում ենք գլխավոր հարցին։ Ի վերջո, ինչպես կարող է Հայաստանը թռիչք կատարել դեպի ավելի բարձր ու ավելի կայուն ուղեծիր։ Ինչ կոնկրետ քայլեր են պետք, որպեսզի այս ամբողջ վերլուծությունը իրական փոփոխության վերածվի։ Եվ մոդելը տալիս է զարմանալիորեն հստակ պատասխան։ Եթե Հայաստանը իր ջանքերը կենտրոնացնի երկու հիմնական ուղղությամբ՝ ինստիտուտների եւ տեխնոլոգիաների, ապա ավելի բարձր Ա ուղեծիր անցնելու հավանականությունը կգերազանցի 55%-ը։ Սա ուղղակի ենթադրություն չէ։ Սա տվյալների վրա հիմնված հաշվարկված ռազմավարություն է։ Ահա թե ինչ տեսք ունի թիրախը։ Ոչ թե պարզապես աճել միայն մի ուղղությամբ, այլ ընդլայնել ամբողջ ուղեծիրը, ամբողջ ռադարը։ Սա նշանակում է համաչափ զարգացում բոլոր 7 հենասյուներով, որտեղ ոչ մի ոլորտ հետ չի մնում։ Սա է փաստորեն կայունության բանաձևը։ Որպեսզի այս թռիչքը հնարավոր դառնա, մոդելը 3 հիմնական ռազմավարական լծակ է առաջարկում։ Առաջին՝ միավորել մեր ամենաուժեղ ու ամենաթույլ կողմերը, այսինքն տեխնոլոգիաներն ու անվտանգությունը, ստեղծելով քիբերանվտանգ պետություն։ Երկրորդ՝ զուգահեռ իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ եւ մշակութային նախաձեռնություններ, վստահությունն ու սոցիալական կապիտալն ամրապնդելու համար։ Եվ երրորդ՝ կառուցել շրջանաձև տնտեսություն, որտեղ բնապահպանությունը դառնում է տնտեսական աճի շարժիչ, ոչ թե դրա խոչընդոտը։ Այսպիսով վերջնական նպատակը, ինչպես տեսնում ենք, պարզապես առաջ գնալը չէ, խոսքը էվոլյուցիայի մասին է։ Էվոլյուցիա դեպի մի համակարգ, որն ավելի խելացի է, ավելի ճկուն ու ամենակարևորը ավելի կայուն։ Սա ըստ էության մի բոլորովին նոր հայացք է ազգի ապագան կառուցելու արվեստին։